Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերության համար։ Պարոն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ ասֆալտին փրելու հրահանգի համար իրեն կվետվել ժողովուրդը։ Եթե դա այդպես է, ապա ինչպես է օրինակ այսօրվա համակարգը տարբերվում ժողովրդական տրիբունալից կամ այսպես ասած բեսպրեդելից, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր եւ որում մեղադրում էր նախկիններին։ Ճիշտ է, կատեցիք արդարադատության հիմքում չի կարող նույնիսկ հիպոթետիկ հասարակության ցանկություն է լինել, որովհետև հասարակության ցանկությունները տարբեր գործոնների ազդեցությամբ փոխվում են, հասարակության կարծիքը ոչ միշտ է, որ օբյեկտիվ է լինում եւ զուրկ զգացմունքային շերտից, բայց ամբողջ ողբերգությունը գանում է նրանով, որ այդ հասարակական մանդատն էլ չունի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինքը վկայակոչում է մի բան, որը արդեն չունի։ Դա այդ վստահության մանդատն է, լեգիտիմությունն է։ Այ օրինակ, եթե մինչև 2026 թվականի հունիսի 7-ը վերապահումներով ինքը կարող էր ասել, որ ես ստացել եմ ժողովրդի մանդատ, որտեղ ամեն դեպքում եկեք համաձայնվեք, որ 2021 թվի ընտրությունները գոնես ծավալով արդյունքները չեն վիճարկվել եւ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը մեծ հաշվով կասկածի տակ չի դրվել, միջև այն պահը, երբ որ գլխի վայր հակառակ արեց նրան, ինչ որ գրված էր իր ծրագրում, հա։ Այս պահին այս ընտրությունների ամենամեծ առանձնահատկությունն է, որ Նիկոլ Փաշինյանի ճակատին դրոշվել է ոչ լեգիտիմ լինելու խարանը եւ հետեւաբար ինքը չի կարող այդ ժողովրդի մանդատը վկայակոչել։ Երկրորդը, վստահության մանդատը ինքնին չի կարող քեզ արտոնել այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք հակասության մեջ են սահմանադրական կարգավորումների հետ։ Դու ժողովրդի մանդատը ստանալով իրավունք ունես այն գործողությունները իրականացնել, որ բխում են քո պաշտոնից, քո սահմանադրական կարգավիճակից, բայց երբեք չես կարող ժողովրդի մանդատը վկայաբերելով ոտնձգել օրինակ սահմանադրական կարգավորումների դեմ։ Օրինակ չես կարող ասել, քանի որ իմ ծրագրում գրված էր, որ եկեղեցու ղեկավարին կաթողիկոսին պիտի փոխեմ, քանի որ ես մեծամասնություն եմ ստացել, գնում եմ փոխելու, որտեղ սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածները որևէ իշխանավորի Սուրենյանց կլինի, Փաշինյան կլինի, ով ուզում լինի, անկախ նրանից քանի տոկոս քվեով ընտրվել, արգելում է եկեղեցու դեմ գործողություններ անել, որտեղ պետությունն ու եկեղեցին համաձայն սահմանադրության երկու հոդվածների տարանջատ։ Նույն կերպ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ուղղակի ցուցում տալ իրավապահներին, նրանց հրահանգել ըստ քաղաքական նախասիրությունների, մեկին թերախավորել, մեկին նույն արարքի համար խրախուսել եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքագիտության լավ դասախոս չի ունեցել, հասարակագիտության, քաղաքագիտության, կամ էլ հասկանալով անդադ ինքզինքը մղում է փակուղի։ Ինքն է իրեն էլ, երկիրն էլ, արդարադատությունն էլ ամեն ինչն է։ Օրինակ, շատ հեռու չեմ գնում ես։ Վերցնենք, ուսումնասիրենք այս երկու շաբթի օրվանից մինչև աշխատանքային շաբաթվա վերջին ժամերն ենք, չէ՞, հիմա ուրբաթ օր ենք։ Տեսեք ինչ է եղել Հայաստանում։ Եղել է քաղաքական մոտիվով ակնհայտ երկու կառավարում։ Խոսքս Գագիկ Ծառուկյանի մասին է եւ Արեգնաս Մանուկյանի։ Երկու դեպքում էլ եթե նույնիսկ ինչ-որ կասկածներ ունեն իրավապահները, չգիտեմ, հնարավոր էր խուսափել կալանքներից, որտեղ կալանքը պատժիժ գործիք չի, դա անհրաժեշտ միջոց է քննության օբյեկտիվությունը ապահովելու համար։ Ծառուկյանը եւ Արեգնազը հաստատ նախաքննությունից չեն թաքնվել, չեն փախչի։ Օրինակ։ Երկրորդը հիմա չասեմ, հա, որ իրավական պետության արդարադատության հետ ընդհանրապես կապ չունի այն վանդալիզմը, որ բոլորը տեսել եք անշուշտ, մեր ամբողջ հասարակությունը տեսել է խոզարկության անվան տակ Ծառուկյանի տանը ինչ են արել։ Դա նույնիսկ անարդարություն չի, դա չգիտեմ ինչ է։ Ասենք թիկունքից մարդուն հարվածելը, ուշ կիրառելը, երբ որ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա։ Դու գիտեք նույնիսկ ձեռնաշղթա,
մարդու ձեռքերին գցում են մի պարագայում։ Եթե քննիչների կամ գործողությունը իրականացնող իրավապահների մոտ ողջամիտ կասկածածագում, որ կարող է փախուստ տեղի ունենալ կամ սուբյեկտը կարող է չի ենթարկվել, ինչ-որ վարքագիծ ունենալ, որը վտանգ կարող է ներկայացնել եւ այլն եւ այլն։ Ակնհայտ էր, չէ, որ պարոն Ծառուկյանը չի դիմադրելու իրավապահներին, չի փախչելու, իր տան մեջ ինչ-որ բան չի անելու, որը ինչ-որ սկանդալի եւ այլնի առիթ տար։ Ուրեմն ակնհայտ էր, որ այդ տեսարանը կոնկրետ մարդուն ցուցադրելու համար էին նկարել։ Պարոն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև, որ հրահանգը վաղուց է տրվել, իրավական պետությունում, ժողովրդավար պետությունում հնարավոր է, որ երկրի առաջնորդը միանձնյա որոշի, թե ում պետք է փռեն ասֆալտին, ում ոչ, եւ այս դեպքում որտեղ է արդարադատության համակարգը, որտեղ է դատախազությունը, ՄԻՊ-ը։ Ձեր հարցի մեջ իշտ արդեն նույնիսկ ակնհայտ պատասխան կար։ Իհարկե, իրավապահ մարմինները քաղաքական լոյալությամբ, հրահանգներով, կոնյուկտուրայով, նպատակարարությամբ առաջնորդվելու իրավունք չունեն։ Նրանց միակ շարժիչ ուժը պետք է լինի Հայաստանի օրենսդրությունը, այդտեղ նկարագրված է բոլոր դեպքերում, ինչպես են հանգուցալուծվում խնդիրները, որոնք կապ ունեն օրենքի հետ։ Բայց մենք տեսել ենք եւ ընդհանրապես հիմա ինչ որ կատարվում է, եկեք հետ գնանք։ Նախընտրական արշավի ժամանակ այս ամեն ինչի մասին ինչ հիմա տեսնում ենք, բոլին փռել, սատկացնել, կալանավորել, ունես զրկել, բոմբ դարձնել, հիմա բոլոր արտահայտությունները չեմ ուզում հիշեմ կրկնեմ, դա վելա Նիկոլ Փաշինյանը։ Լայվի ռեժիմով նա հանձնարարել է, որ գործի հետ կապված ինչ անեն, ու բոլորս էլ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանով չի վերջանալու շղթան, որովհետև նա երկու այլ անուններ էլ է տվել եւ վստահաբար մտմտում է նաեւ այդ ուղղությամբ։ Պարոն Սուրենյանց, ներողություն եմ խնդրում, իսկ ինչու Գագիկ Ծառուկյանը հենց հիմա թիրախավորվեց, միթե Նիկոլ Փաշինյանին բավական չէր այն, որ զրկեց նրան խորհրդարան մտնելու հնարավորությունից եւ ընդհանրապես ինչը չի ներում Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանին թիրախավորելու մի քանի պատճառ ունի Նիկոլ Փաշինյանը, որոնք ռացիոնալ չեն բնականաբար, բայց հիմա մենք խոսում ենք իրեն օրենքից դուրս կամ վեր դրած պաշտոնյայի մասին, հա, հետեւաբար պնդումները կամ նրա գործողության մոտիվները փնտրել ռացիոնալության դաշտում մի քիչ բան չէ, ինքնախաբեության պես բան է։ Առաջինը թերևս չի ներվում Ծառուկյանին այն, որ ԲՀԿ-ն կամա թե ակամա դարձավ այն ինդիկատորը, որը բացահայտեց երևի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ ընտրակեղծարարությունը, ինչի մասին դուք էլ ակնարկեցիք, այսինքն մի ամբողջ ֆրակցիայից գողացան մանդատները, ձայները 60,000 քաղաքացիների իրավունքներ ոտնահարեցին միայն այն բանի համար, որ որակյալ մեծամասնություն ունենա ԿՊ խորհրդարանում, այսինքն 3/5, ինչի շնորհիվ կարող է միանձնյա ընդունել սահմանադրական օրենքները, միանձնյա նշանակել X թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, գլխավոր դատախազ, ԿՀ նախագահ, ԲԴԽ նախագահ եւ այլն։ Սա մեկ պատճառ։ ԲՀԿ-ն այս հանգամանքների բերումով հայտնվեց այս պատմության գլխավոր հերոսի դերում։ Այդ ոչ լեգիտիմության խարանն էլ հենց ԲՀԿ-ի գործոնի շնորհիվ դաջվեց Փաշինյանի ճակատին, այդ ինքը չկարողացավ կուլ տալ։ Երկրորդը, երբ որ վուլգարային բառապաշարով Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը մի արտահայտություն էր արել Առույցի վանդակի մասին, ըստ երևույթին դա էլ է կանգնել Նիկոլ Փաշինյանի կոկորդին, պատահական չէր, որ Ծառուկյանին այդ բիրտ անօրինական մեթոդներով ձերբակալելով, քաղաքական հետապնդման ենթարկելով, վրեժ լուծեց նաև այդ խեղճ կենդանիներից, առույցներից անկեց դրանցից մեկն էլ տեսանք ինչ վաղճան ունեցավ, այսինքն այս մի քանի գործոնների համակցումը կա, երրորդ գործոն էլ կարող եմ ենթադրել, հաշվի առնելով, որ վերջին 1 տարում հատկապես խոշոր կապիտալի երկու ներկայացուցիչ են թիրախավորվել, ոսկե Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի մասին է, ըստ երևույթին
Նիկոլ Փաշինյանին իր արտաքին եւ ներքին կուրատորները հուշել են, որ պետք է շատ արագ կուլակաթափություն իրականացնի երկրում իր իշխանությունը տնտեսական բազայով ամրապնդելու համար։ Դուք կարող ենք այլ պատճառներ էլ հիմա քննարկել, բայց ես կարծում եմ հիմնականում այս 3 խոշոր պատճառների համակցման մեջ պիտի դիտել այն ինչին ականատես եղանք վերջին օրերին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 700,000 քաղաքացիներից է ստացել ասֆալտին փռելու քվեն, իսկ ուր մնացին այն 500-ից 600,000 քաղաքացիների քվեները, միթե նրանք Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդ չեն, թե ասֆալտին փռվողներն են, եւ նաեւ նկատի ունենանք, որ այդ 700,000 քաղաքացիների մի մասը Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել վախից դրդված, կամ որպեսզի չկորցնեն աշխատանքը, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, չեք ընտրի ինձ, կլինի պատերազմ, եթե կընտրեք ինձ պատերազմ չի լինի։ Եվ նկատենք, հա, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անդադ ձայնագրություններ էին շրջանառվում եւ այլն, մարդկանց մոտ արդեն իսկ վախի մթնոլորտ էր ձևավորվել, որովհետեւ տպավորություն էր, թե բոլորին հետևում են եւ անգամ քվեախցիկներում մարդիկ ըստ իրենց խղճի եւ ըստ ցանկությունների վստահաբար չեն առաջնորդվել, քանի որ վախեցել էին, մտածում էին գուցե աշխատանքից հեռացնեն եւ այլն։ Տեսեք, իմ վերլուծական հաշվումները նաեւ այլ գործընկերների ցույց են տալիս, որ ԿՊ-ն ուներ 400-ից 500,000 օրգանիկ ձայն։ Լավ, ընդունենք 500,000 թիվը։ Վարչական ռեսուրսով բանով են, այնքան էլ օրգանիկ չի։ Այսինքն որևէ կերպ ես չեմ պատկերացնում չափավոր վարչական ռեսուրսով այս տոտալ հակակարողությամբ, որ իրենք կարողանան 700 քանի հազար ձայն ստանալ։ Ողջամիտ կասկածներ ունեմ, որ մյուս 200,000 ձայները իմ ասած թվից գերազանցող պլյուս 200 քանի հազարը մեղմ ասած ոչ օրինական մեթոդներով են ստացված, կգա ժամանակը ոչինչ հավերժ չի, այս երկրում էլ կլինի իշխանափոխություն եւ ավելի հանգամանալից կարող ենք պատկերացնել այդ ինչ կերպ են այդ ձայները ստացվել եւ այլն եւ այլն։ Իմ այդ թեմայով հարկել չկա շատ ծավալվելու, որովհետեւ դժբախտաբար ապացույցների բավարար բազա չունենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը աշխարհի այն բացառիկ ղեկավարներից մեկն է, որը իր ժողովրդի միստվար զանգվածի ընտրակաշարքի սխեմայի մասնակից է համարում, ցած աննախադեպ հայտարարություն չեք գտնի աշխարհում։ Երբ որ նա ոչ օրգանիկ է համարում դիմության ստացած 550,000-ը 700,000-ին, եթե ամբողջ ընդդիմությունը հաշվենք, մոտ ձայները։ Սա աննախադեպ հայտարարություն է, որևէ ռացիոնալություն չունի եւ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի ավտորիտար նկրտումների ողջ թշվառությունը։ Սա աննախադեպ հայտարարություն է։ Ես ավտորիտար ղեկավարներ եմ տեսել, որոնք հետո փորձել են իրենց այսպես կոչված ճակերտավոր հաղթանակը օրով մորով անելուց հետո փորձել են հաշտեցնել հասարակության տարբեր խմբերի ինչ-որ միավորման ուղղությամբ քայլեր անել, հա, ինչ-որ այդ կարգի թեկուզ իմիտացիայի մակարդակում։ Ու չեմ տեսել այս կարգի դրսևորում, սա իմ համար կրկնում արտառոց երևույթ է։ Սա ամեն օր չեք հանդիպի ու հաստատապես արտառոց է այս ամեն ինչը։ Բայց ես էլ տեսանք ինչպես ժողովուրդը ասում է։ Դու իմ համար ասում եմ արտառոց երևույթ է, բացատրություն չկա քաղաքական, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ բռնապետություն հաստատելու նպատակով։ Շատ լավ, իսկ կարող եք բացատրել այն հանգամանքը, թե ինչու ընդդիմությունը մինչ օրս չի կարողանում դասել քաղել եւ ինչու է ընդդիմությունը թերագնահատում հակառակորդին։ Գիտեք, մեր ընդդիմությունը բազմաթիվ սխալներ ունի, պատրաստ կլինեմ։ Գիտեք, չի կարելի ամեն ինչի պատասխանատվությունը դնել իշխանության հրեշությունների կամ ժողովրդի սխալ ընտրության վրա։ Մեր որոշ ընդդիմադիրներ ցավոք սրտի այդ գայթակղությունից չեն կարողանում ազատվել եւ մենք տեսնում ենք նման մի միտում։ Ես ավելի կգերադասեմ, որ ընդդիմությունը կենտրոնանա նաեւ իր սխալների վրա։ Իսկ սխալները ակնհայտ են։ Մի քանիսը կարող եմ ասել, ցավոք սրտի պարզվեց, որ դա ինչ որ ասում եմ ինքնակնադատաբար ընդունենք, որտեվ ես էլ առանցքային դերակատար եմ եղել։
Պարզվեց, որ ընդդիմությունը ռազմավարական քաղաքական մտածողություն չի ունեցել, չի ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք հետ ընտրական փուլում կարողանան միջնաժամկետ պրոցես, մի քիչ ավելի տևական սպասարկել, չունի պլան B։ Այս բոլոր փաստերը խոսում են այդ մասին, նույնիսկ եթե ես այս ինքնախոստովանությունը չանեմ, բեկա մեր հեռուստադիտողներից շատերը ինքնուրույն այդ տեսնում են։ Եվ հիմա այս ընդդիմությունը կանգնած է արդյունավետ համակարգեր ստեղծելու հրամայականի առաջ։ Այդ պետք է շատ անկեղծ մեր ժողովրդին ասենք, հունիսի 7-ին ժողովրդի սպասումները չարդարացնելու համար պիտի ներողություն խնդրենք, քաղաքական պատասխանատվությունը մեր վրա վերցնենք եւ արդյունավետ համակարգեր ստեղծելու ուղղությամբ աշխատենք, այնպիսի համակարգեր, որոնք 1-1.5 տարվա ընթացքում կարող են լուծել այն խնդիրը, որ չեն կարողացել լուծել հունիսի 7-ին։ Սա դժվար ճանապարհ է, գիտեմ, շատ ավելի դժվար է, քան ընտրություններով հաղթելը։ Բայց չխոսենք ձախողումներից, խարետ դեպքում հասարակությունը մեզ էլ չի հավատալու։ Եթե պիտի համ Նիկոլ Փաշինյանը խափի ժողովրդին, համ մենք խափենք, ամեն մեկս մեր պատճառներով էլի բնականաբար ու պատասխանատվություններն էլ նույնը չի մեր ու Նիկոլ Փաշինյանի։ Բայց կարելի է 8 տարի ձախողել։ Չէ, չի կարելի։ Բայց ասում եմ, հիմա եթե ես ներողամտությունը չայցեմ, մեր սխալների մասին չխոսեմ, հասարակությունը ոնց գնահատի, ես անկեղծ եմ, թե կներեք, ուզում եմ իրան մանիպուլացնեմ դաշտում մնալու համար։ Սա ակնհայտ է։ Ցավոք սրտի մենք լավ որակի ընդդիմություն ձևավորել չենք կարողացել։ Օպերատիվ քաղաքական արձագանքման ինստրումենտներ չուներ ընդդիմությունը։ Խնդիրները ճիշտ նկարագրում էր, բայց սպառնալիքների լուծման դեղատոմսերը բավարար չափով ուրեմն չէր կարողանում ներկայացնել եւ այլն եւ այլն։ Դրա համար էլ հեղափոխական էներգիա չկա։ Ոչ թե որ ժողովուրդը գոհ ընտրությունների արդյունքից, բացարձակապես։ Ընտրությունները վերջացել են, բայց նույն դժգոհությունները հասարակության մեջ շարունակվում են։ Ուղղակի էներգիան չկա, որ հեղափոխությունը հասունացներ։ Շատ լավ, եւ վերջում պարոն Սուրենյան, Նիկոլ Փաշինյանը գնաց Ռուսաստան, վերադարձավ, ինչ ունենք այսօր, ինչ արդյունքներով է նա վերադարձել, օրինակ Սամվել Կարապետյան նշում է, որ գնացել էր ասելու, թե ոչինչ չի փոխվել, ես ձեր Նիկոլային եմ, բայց արդյոք Ռուսաստանում հավատալու են նրան։ Ռուսաստանում մանուկներ չեն նստած, որ իշոր սցենարների հավատան, իշոր մարդկանց ուզակեղեքիչ բառերով։ Москва слезам не верит, ավելի շատ այդ մոտիվն է գործում։ Դժվար է Ռուսաստանի քաղաքականության ընթացքը կանխատեսելը, որտեղ իրենք ինչ-որ երկրի մասով որոշումներ կայացնում են շատ գլոբալ գործոններ նաև հաշվի առնելով եւ առնվազն ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Բայց այս ճգնաժամի լիակատար հաղթարում չի լինելու, սա իմ համար ակնհայտ է։ Առնվազն մինչև Ռուսաստանում այդ պետդումայի ընտրությունները, որտեղ ինչքան էլ այդ ընտրությունները Ռուսաստանում որոշիչ չեն, այնուամենայնիվ ինչ-որ ցիկլ է, որը ենթադրում է, որ իրանց կառավարությունում էլ են փոփոխություններ լինելու կադրային եւ այլն։ Կարծում եմ երկու սցենարով կարող են գնալ հայ-ռուսական հարաբերությունները, կամ այս անտագոնիզմը շարունակվելու է, որովհետև Հայաստանի իշխանությունը որևէ դասեր չի քաղելու, ինչը բերելու է կոլապսի տնտեսության, նաև անվտանգության համակարգի, կամ ռուսները հաշվի են առնելու այն փաստը, որ ձևավորվել է Հայաստանում, այն ստատուս քվոն, որ ձևավորվել է, անկախ նրանից դա լավն է, թե վատն է, եւ համակեցության ինչ-որ կանոններ են հաստատելու հարաբերությունների այս իշխանությունների հետ, առանց նրանց վստահելի գործընկեր համարելու։ Հիմա տեսնենք իրադարձությունները ինչ ընթացք ունենան։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։